Ժամանակները շատ են, միտեղ լուսաբաց է, մյուսում միշտ անդրել, երորդում ջրանցքներ, միտեղ կես սպասում են, մյուսում երազում ես, հաջորդում ծնվում են անհամար երկեր, ընտրում ենք այսպես քաղաքից քաղաք, փախչում ենք անվերջ քաղաքից քաղաք, թրջում ենք անվախ քաղաքից քաղաք, գուցե հաջորդ քաղաքում գտնենք մեզ, ընտրում ենք այսպես քաղաքից քաղաք, փախչում ենք անվերջ քաղաքից քաղաք, թրջում ենք անվախ քաղաքից քաղաք, որ մի հաջորդ քաղաքում գտնենք մեզ։ Արայի լեռան հարավային ստորոտին Արզնի Շամիրամ ջրանցքի հատման տեղում գտնվում է Եղվարդ քաղաքը։ Անվանական ծագման մասին երկու ավանդություն կա։ Առաջին տարբերակում նշվում է, որ ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանում գտնվող մարդիկ անհամբեր սպասում են ջրի իջնելուն եւ երկրի երևալուն։ Ժամանակ անց, երբ նրանք տեսնում են Արայի լեռան ստորոտը, ուրախացած բացականչում են. Եղվարդ։ Դրանից հետո տեղը կոչվում է Եղվարդ։ Ըստ մյուս ավանդության Եղվարդը ժամանակին մեծ գյուղ է եղել, հողով առատ։ Նրա ծայրը հասել է Խանաքեր, մյուսը աշտարակ։ Գյուղի բոլոր հողերը ծածկված են եղել անտառներով ու այգիներով, եղել է ծաղկով, վարդով ու յուղով առատ։ Դրա համար էլ անունը դրել են Եղվարդ։ Եղվարդ։ Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի դամբարանը, կառուցված 1301 թվականին, որի յուրաքանչյուր ճակատի կենտրոնում սյուժետային պատկերաքանդակներ են։ Եղվարդի բնակիչները այստեղ թե մշակութային, թե agrarային աշխատանքներ են կատարում։ Մեղվաբույծ Մարիանայի հետ խոսել ենք մեղվապահությունից եւ ոչ միայն։ Մարիանա, կպատմեք ինչքան ժամանակ է դուք ապրում եք Եղվարդում եւ որ պահին հասկացաք, որ հենց Եղվարդում եք ապրելու։ Շուտով կլրանա 5-րդ տարին, ինչ տեղափոխվել եմ Եղվարդ։ Այն պահին հասկացա, որ ուզում եմ արդեն ստեղ ապրել եւ սկսեցի խորապես մեղվաբուծությամբ զբաղվել։ Սկզբում որպես հոբի էի դիտարկում ու առաջին ժամանակահատվածում գնում էի Երևան, գալիս էի գործերը ստեղ ավարտում էի մեղուների հետ կապված։ Հետո երբ արդեն դիտարկեցի իրենց որպես խորապես ավելի լուրջ զբաղմունք, մասնագիտություն, բացի դրանից եմ միշտ սիրել եմ բնություն, փորձել եմ բնությանը ավելի մոտ լինել, կենդանիներ, ինչ որ մի պահից հասկացա, որ Երևանի աղմուկը, խցանումները, աղտոտված օդը, այդ ամեն ինչը այլևս ինձ տանելի չեն ինձ համար եւ որոշեցի հիմնովին տեղափոխվել Եղվարդ։ Որ պահից հասկացար, որ մեղուներ պետքա պահես։ Նախ միշտ երկար տարիներ աշխատել եմ պետական ոլորտում, անմիջապես համալսարանը ավարտելուց հետո երկար տարիներ եղել եմ պետական համակարգում ու այդ 9-ից 6 ռեժիմը ընդհանրապես ինձ համար տանելի չէր ու միշտ մտածել եմ, որ սեփական գործ ունենամ, որպեսզի ֆինանսապես անկախ լինեմ եւ այլն։ Բայց երկար տարիներ չէի հասկանում, թե որն է իմը։ Այդ ընթացքում տարբեր բաներ փորձել եմ ու մեղվաբուծությունը պատահաբար ստացվեց զուտ որպես հոբի։ Հետո երբ զուգահեռ նաև սկսեցի բլոգ վարել ու պահանջարկը առաջացավ մեղրի, որովհետև սկզբում դա ուղղակի անհրաժեշտություն էր իմ ընտանիքի անդամներին եւ ինձ բնական մեղրով ապահովելու։ Հետո երբ անդադ հարցնում էին վաճառքի մեղր ունեք, պատահաբար ստացվեց ու հասկացա, որ համ սիրում եմ մեղվաբուծությունը, որովհետև գիտեմ լավ գործով եմ զբաղվում էկոհամակարգի համար, նպաստում եմ էկոհամակարգին, բացի դրանից էլ նաև ունեմ արդեն եկամտի աղբյուր։ Քանի որ ստեղ մազերից մեջ է։ Չէ, բայց ուզում եմ։ Հիմա իմ մազերի մեջ է։ Հա։ Հոչի կծել, մի վարքյան չեմ տեսնում, բայց։ Էլա։ Ինձ թվում է մի վարքյան։ Չէ, այս մասն է։ Եկավ իմ վրա, լավ, հիմա իմ վրա։ Վաղուց ծես չի եկել, ճիշտ ասած։ Մեղուների հետ որ աշխատում ես, առաջին էմոցիան որն է լինում։ Հանգստություն եւ ներդաշնակություն բնության հետ առհասարակ ցանկացած մարդ, երբ մի անգամ իր կյանքում գոնե զբաղվել է մեղվաբուծությամբ, ուղղակի անհնար է դադարել զբաղվել ու ինձ նախկինում էլ միշտ ասում էին, որ մի անգամ փեթակ բացողը անդադ ուզում է նորից բացի, որտեղ շատ տարօրինակ էմոցիաներ են։ Օրինակ հիմա ես անհամբեր սպասում եմ, երբ պետքա հերթական դիտարկումը անեմ, որ բացեմ, տեսնեմ զարգացումը ինչքանն է։ Օրինակ անցած շաբաթ 3 ձվադրված շրջանակներ կային, հիմա արդեն գուցե 4-րդն է, արդեն գուցե կարիք կա նոր դատարկ շրջանակ ավելացնելու։ Այդ ուղղակի անբացատրելի զգացողությունն է, որ դու քո ստեղծածով, հա, որտեղ դու ես իրան զարգացնում, օգնում, իրար դուք միասին, այսինքն միասին համագործակցության մեջ եք։ Անբացատրելի զգացողություններ ուղղակի։ Դուք լեզվաբան եք։ Մեղուների լեզուն մարդկանց լեզվի համեմատ ինչպիսին է։ Հասկանում եք իրենց։ Մեղուների լեզուն ասեմ ինչքանով եմ հասկանում, քանի որ մարդը մեղուներին վայրի բնությունից բերել է եւ սարքել է ընտանի կենդանի, այսինքն նա որոշակի պատասխանատվություն եւ պարտավորվածություն ունի արդեն նրանց խնամքի հետ կապված։ Հետևաբար, օրինակ, եթե վայրի բնության մեջ մեղուն շատանալու կարիք ունի, հա, ինքնուրույն է այդ ամեն ինչը անում, ստեղ արդեն մեղվաբույծի վերահսկողության տակ է այդ ամեն ինչը։ Այսինքն, եթե ես ունեմ հզոր մեղվաընտանիք, ես արդեն գիտեմ, ես բացում եմ փեթակը, հասկանում եմ, որ շուտով այս մեղվաընտանիքը այլևս աշխատանքի
փեթակի տեղ չի ունենալու, ոչ է մայրը ձվադրելու ու ինքը հետևաբար իր մոտ վնասդ է առաջանում փեթակից փախչելու։ Մեղվաընտանիքը պետք է կիսվի, փեթակը ազատի, որպեսզի տարածք ունենան աշխատելու։ Այդ ժամանակ, այսինքն ես բնականաբար դա արդեն տեսնում եմ, հասկանում եմ ու սկսում եմ իրանց համար նոր տարածք գտնել, որ նոր փեթակ եմ դնում կամ նախապատրակում եմ կամ ես ինքս եմ կիսում, բազմացնում եմ, երկու մասի եմ բաժանում մեղվաընտանիքը, այսինքն կան իհարկե գործառույթներ, որ դու բացելով փեթակը անմիջապես արդեն հասկանում ես, թե մեղվի հաջորդ քայլը որն է։ Օրինակ կա նաև խաղաղ մայրափոխություն, որը եւս մեղվաբույծը ի վիճակի է հասկանալու, հա, ու երբ մայրը հինը արդեն քիչ է ձվադրում, այդ ժամանակ արդեն նրանք պատրաստվում են նոր մայր ստեղծել, որպեսզի հին մայրիկին վերացնում են, այսպես ասած, որ երիտասարդ մայրը ավելի լավ ձվադրի։ Ու սենց բազում գործառույթներ կան, որ դու արդեն լինելով մեղվաբույծ ու աշխատելով, նաև սովորելով, արդեն փորձում ես կանխատեսել իրենց հաջորդ քայլը, թե ինչ են ուզում տվյալ գործողությամբ իրանք կատարել։ Մարիանա, ամենակարևոր բանը, որ մենք մեղուներից պետքա սովորենք, որն է։ Իրենց համակարգված եւ ճիշտ աշխատանքը, քանի որ մեղունները փեթակում մեղվաընտանիքի մեջ յուրաքանչյուր մեղու ունի իր հստակ ֆունկցիան, հա, օրինակ կան զինվորներ, որոնք միշտ մուտքի ելքի մոտ կանգնած են, որպեսզի պաշտպանեն, ներս չթողնեն գող մեղուներին, հա, որտեղ հա մեղուների մեջ է կան այդ գողություն տեսակը, որ կարող են մտնել, մեղերը գողանան, իրանց մեջ էլ պատերազմներ է լինում, կռվում են, կարող սպանեն մեղվաընտանիքը, կա ջուր բերող, օրինակ ջուր բերող մեղուն, նոր որդերին կերակրող, որոնք պետքա հասունանան եւ իրանցից մեղուներ պետքա ծնվեն, մեղր պատրաստող, մի խոսքով ծաղկափոշի բերող, մի խոսքով յուրաքանչյուր մեղու իր հստակ ֆունկցիան ունի ու այդ համակարգված աշխատանքի շնորհիվ է, որ իրանց մոտ հաջողվում է, հա, ճիշտ աշխատանք կազմակերպել, կարծում եմ իրենց կազմակերպչական ջիղը պետք է անպայման վերցնել, ընդօրինակել ամեն րոպեն ես վայելում եմ։ Արդեն վախեցած եք ստեղ մեր մոտ։ Ապրելով բնության գրկում, ինչն է քեզ ոգեշնչում։ Հանգստությունը, արարելու ու ստեղծագործելու հնարավորությունը, առհասարակ իմ ամենասիրելի սեզոնն է, այսինքն բոլոր սեզոններն եմ շատ սիրում, բայց շատ եմ սիրում ուսումնասիրել հենց գարնան սկզբից, հա, որ ծառերը նոր են ծաղկում ու մինչև արդեն աշուն, տերևաթափ, ձմեռ, երբ որ արդեն ամբողջը չորացած ու հետո նորից որ բնությունը զարթոնք է ապրում, այդ իմ համար ամենասիրելի, ամենահաճելի զբաղմունքն է, թեկուզ ուղղակի մի տեղ գեղեցիկ հետաքրքիր ժայռ տեսնեմ, սար, կանաչ, հետո այդ արդեն իր խոտը այրված վիճակում։ Մի խոսքով ես անդադ իմ մոտիվացիան, ոգևորվածությունը, ներշնչանքը, այդ ամեն ինչը գալիս է բնությունից։ է գալիս։ Հայաստանում մեղվաբուծությունը որքանով է հիմա զարգացած եւ որ փուլում ենք։ Ուրեմն Հայաստանում մեղվաբուծությամբ շատ երկար տարիներ է ինչ զբաղվում են, առհասարակ հնագույն կենտրոնը մեղվաբուծության համարվում եւ հիմա բավականին աշխատություններ են տանում ոչ միայն մեղվաբուծությամբ սուտ, այլ նաեւ մեղուների պաշտպանության համար, քանի որ որքանով գիտենք մեղուները շատ մեծ դեր են կատարում էկոհամակարգի պահպանության, կենսաբազմազանության շարունակության համար ու դրա հետ կապված արդեն թեև աշխարհում գնահատված չի մեղուների դերը, քանի որ շատերը նույնիսկ տեղեկացված չեն, որ կանաչ տարածքների 70%-ի փոշոտման համար պատասխանատու են հենց մեղուները ու եթե վերանան մեղուները, Ալբերտ Էյնշտեյնն այս միտքը ասել, որը ես շատ եմ կրկնում, որ եթե վերանան մեղուները 4 տարի հետո մարդկությունը սովի կմատնվի, որովհետև մշակաբույսերի մեծ մասը ստանում ենք մեղուների շնորհիվ, հա, 70%-ը փոշոտումը կատարում է մեղուները, 30%-ը քամին եւ մնացած միջատները։ Ու քանի որ գնահատված չի այդ դերը, ինձ օրինակ մեղվաբուծության մեջ ավելի շատ ոգևորում է ոչ թե հենց մեղր ստանալու գործընթացը, այլ հենց այն, որ ես գիտեմ, ես լավ գործով եմ զբաղվում բնության համար, ինձ հետաքրքիր են գիտական աշխատություններ կատարել այդ ուղղությամբ մեղուների փրկության կամ Հայաստանում մեղրատու բույսերի էնդեմիկ տեսակների պահպանության։ Որ պահն է ավելի հետաքրքիր, մեղրաքամը թե ընթացքը։ Ես ընթացքը շատ եմ սիրում, որտեղ ես զարգացնում եմ մեղվաընտանիքը ու ես մոտավորապես գիտեմ, որ մեղվաընտանիքից կախված իհարկե եղանակային պայմաններից ինչքան մեղրի ակնկալիք ունենամ։ Սիրում եմ թե մեղրաքամի գործընթացը, թեև շատ դժվար է, հատկապես եթե դու դա անում ես սարում, հա, այդ սարում պայմաններում վրան ենք այնտեղ բացում եւ այլն, բավականին բարդ աշխատանք է ինքը, բայց ես առաջին պահից նույնիսկ փեթակը ախտահանելուց գարնանային առաջին աշխատանքը հենց փեթակների ախտահանումն է։ Այդ փեթակը ախտահանելուց, որ ես ինքս իմ ձեռքով եմ անում, առայժմ չեմ վստահում ուրիշներին, մինչեւ վերջին րոպեն որ դնում եմ նորից ձմեռանոց, ամբողջ ընթացքը ես վայելում եմ ու սիրում եմ։ Մարիանա, այս ամեն ինչը ոնց որ կինո լինի, երիտասարդ աղջիկ զբաղվում է մեղվաբուծությամբ։ Կողքից արձագանքը ինչպիսին էր։ Չեն ասում, կին ես, չես կարող,
որովհետև սա կարծրատիպային է, մի քիչ էլ մեր հասարակության համար։ Ուրեմն շատ են եղել նմանատիպ կարծիքներ, հատկապես ես որ ակտիվ եմ սոցկայքերում, իմ հետևորդների շրջանակներում կամ մարդիկ ովքեր չեն հետևում, պարզապես տեսնում են տեսահոլովակներս, եղել են նույնիսկ բավականին բացասական մեկնաբանություններ, որ դա տղամարդու գործ է, հարկի չի, ինչի է տենց աշխատանքով զբաղվում, բայց դրան զուգահեռ, եթե լինում է 1 վատ այդպիսի մեկնաբանություն, լինում է 100 դրականը, հա, մարդիկ շատ են, ովքեր գնահատում են, ոգեշնչում են, քաջալերում են, հա, որ արժի զբաղվել մեղվաբուծությամբ, այնպես որ դրականը միշտ ավելի շատ է ու հիմնականում քաջալերում են։ Երբ առաջին անգամ բացեցիր փեթակը, ինչ զգացողություններ ունեցար։ Շատ հետաքրքիր զգացողություններ է, որտեղ առաջին անգամ էի ես տեսնում առհասարակ փեթակը ներսից, հետաքրքիր էր շատ ու հենց առաջին անգամ էլ միանգամից մեծ հետաքրքրություն է առաջացրել, որտեղ սկզբում ես նպատակ չունեի մեղվաբուծությամբ զբաղվել։ Երբ որ առաջին անգամ փեթակը բացեցի, տեսա, մոտիկից ճանաչեցի, այդ րոպեից արդեն հասկացա, որ ես ուզում եմ ունենալ իմ մեղուները։ Հեսա մայր մեղուն շրջանակի վրա Պոչի երկարը ավելի նկատում եք, այդ մայր մեղունը տարբերվում է կառուցվածքով մնացած աշխատավոր մեղուններից, հիմա տեղամանգարից, որպեսզի ձվադրի։ Մեղվի հետ պետք է աշխատես այնպես, որ ինքը չզգա, որ դու իր հետ աշխատում ես, հակառակ դեպքում վատ կլինի թե իր համար, թե մեղվաբույծի համար։ Այս անցյալ տարվա վերցրած ձագ է, բավականին թույլ մեղվա ընտանիք է, բայց պետք է փորձենք իրան հզորացնենք, բերենք նրան, որ այս տարի արդեն բավականին հզոր լինեն։ Հիմա ես նայում եմ կերաբազա, համոզվեմ, որ մեղր կա շրջանակների վրա։ Մարիանա, իսկ ինչ ես կարծում, մեղուների միջավայրում ժամանակի զգացողությունը այլ է, քան մարդկանց միջավայրում։ Կարծում եմ, հա, կարծում եմ իրանք մարդկանցից ավելի շատ են գնահատում ժամանակը, որտեվ եթե մարդիկ աշխատում են ցերեկը, քնում են գիշերը, իրանք աշխատում են օրը 24 ժամ։ Մեղուն նույնիսկ ձմռանը չի քնում, ինքը անաբիոզ վիճակի մեջ է, բայց դա քնել չի համարվում, հա, այդ ժամանակ աշխատանք չի կատարում, բայց ավելի ճիշտ կատարում է, նույնիսկ ձմռանը մեղուն շատ կարևոր աշխատանք է կատարում։ Փեթակի մեջ մեղուն պետք է ապահովի 33 աստիճան ջերմություն։ Ձմռանը իրանք կծիկ են կազմում մայր մեղուն կենտրոնում, որ մորը տաքացնեն ու տաքացնում են այդ փեթակի ջերմաստիճանն են ապահովում։ Այսինքն մեղուն օրը 24 ժամ եւ տարին 12 ամիս անդադար աշխատանքի process-ի մեջ է։ Ինչպես կբնորոշես մեղուների բնավորությունը։ Կարծում եմ ամենախելացի հասարակարգն է, մեղուն հստակ կարող եմ ասել։ Մարիանա, դու բացի մեղվապահությունից նաև առողջ ապրելակերպ ես վարում, բաղադրատոմսեր ես պատրաստում, դա ինչպես սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ սկսեցի մարզվել մարզասրահում, հետո բացառեցի շաքարավազը, առողջ ծնվեցի, բայց քանի որ քաղցր շատ էի սիրում, փոխարինեցի շաքարավազը մեղրով ու սկսեցի թխվածքաբրիթներ պատրաստել։ Նույնիսկ մի կարճ ժամանակ ունեցա իմ սեփական արտադրությունը քաղցրավենիքների։ Հիմա սովորույթ էլի մնացել է առողջ ծնվելու, թխվածքաբրիթները կրկին պատրաստում եմ, բայց արդեն միայն ինձ համար արտադրության մեջ չկա նայա։ Մարիանա, հիմա ինչ ենք պատրաստում։ Պատրաստում ենք կոկոսի քերուկով թխվածքաբլիթներ։ Ինչ բաղադրիչներ են անում։ Մեզ անհրաժեշտ է մեղր, կոկոսի քերուկ, բրնձի ալյուր, քավքի, ձիթապտղի ձեթ, վանիլին, փխրեցուցիչ։ Սկսեցինք։ Մարիանա, ինչ ես կարծում, որ մեղուները խոսել իմանային առաջին հարցը իրենց ինչ կտայիր։ Առաջին հարցը ես նրանց կտայի իրենց դուր է գալիս ապրել այս միջավայրում, որ մարդը վայրի բնությունից իրենց բերել է, թե կուզեին լինել իրենց բնական միջավայրում, որտեղ իրանք ի սկզբանե ապրել են։ Ներքին կռիվներ շատ ես ունենում։ Արդեն ոչ, նախկինում ունեցել եմ։ Առհասարակ ես ինձ համար մի բացահայտում արեցի, ինձ համար սկսվեց կյանքը ավելի վառ գույներով դառնալ այն պահից, երբ ես գտա այն աշխատանքը, որը ես սիրում եմ, որտեղ շատ կարևոր է գտնել գործ, որը քո սրտով է, քանի որ օրվա մեծ մասը մենք մեր անցկացնում ենք աշխատավայրում, հա, կամ զբաղվում ենք այն գործով, որտեղ որ աշխատում ենք։ Ինչ ես գտել եմ իմ սիրելի զբաղմունքը, ես շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ներդաշնակ եմ այն ամեն ինչով, ինչով ես զբաղվում եմ,
ու ես գտել եմ իմ համար երջանկության գաղտնիքը։ Դա իսկապես իմ համար այնն է, որ զբաղվել գործով, որը որ դու սիրում ես։ Սիրում եմ։ Լեգենդ, դու սիրուն ձիուկն ես։ Կենդանիների հանդեպ հատուկ սեր ունեցել եմ դեռ մանկուց, ինչն է ինձ դրդեց, որպեսզի զբաղվեմ նաև ձիավարությամբ։ Արդեն 2 տարի է ինչ ձիավարում եմ, սովորել եմ այստեղ ու արդեն ունեմ 2 սեփական ձի՝ Լեգենդը եւ Ֆենիքսը։ Նպատակ ունենք այստեղ հիմնել մեծ էկոկենտրոն եւ զարգացնել էկոտուրիզմը Երևանից դուրս։ Ձիերի հետ շփվելուց, ձիավարելուց բավականին մեծ ադրենալին եմ ստանում եւ կարծես թե միաձուլվում եմ բնության հետ։ Ընտրում ենք այսպես քաղաքից քաղաք, փախչում ենք անվերջ քաղաքից քաղաք, թռչում ենք անվախ քաղաքից քաղաք, գուցե հաջորդ քաղաքում գտնենք մեզ։ Ընտրում ենք այսպես քաղաքից քաղաք, փախչում ենք անվերջ քաղաքից քաղաք, թռչում ենք անվախ քաղաքից քաղաք, որ մի հաջորդ քաղաքում գտնենք մեզ։ Քաղաքը միակն է, այն որ մեր ներսում է, այն որ միշտ սպասում է մեր վերադարձին, բայց համար մեր ոտքերը էլի մաշեցնում են անհանգիստ մայթերն օտար փողոցին։ Ընտրում ենք այսպես քաղաքից քաղաք, փախչում ենք անվերջ քաղաքից քաղաք, թռչում ենք անվախ քաղաքից քաղաք, գուցե հաջորդ քաղաքում գտնենք մեզ։ Գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։